երբ որ 89 թվականին խորհրդային միության այսպես ակնհայտ, հա, անկման փուլի մեջ մտնելը, ուղղակի ապտակում ծեծում իրեն երեխային, որը թարսեր վստահը կապ։ Բայց ընդհանրապես մի քանի ամիս անց, գուցե մոտավորապես մի տարի անց իմ աչքի դեմը դպրոցի երեխաները այդ շարժման էյֆորիայի մեջ հանեցին իրենց բառացի իմ աչքի առաջ, հանեցին իրենց կսկապները եւ սկսեցին այդ շկոպտացումը կոշիկները մաքրել, ուսուցիչը պարզապես իրենց կողքով հրճվանքով անցնում էր։ Հիմա հարց, եթե 10 րոպե հետո այդ ամեն ինչը դադարեցվել էր, նորից էլի կոմունիստական կարգերը հաստատվել։ Ինչ էր անել այդ ուսուցիչը։ Բնականաբար այդ մետամորֆոզները իրականում այդ ամբողջ մարդաբանական տրանսֆորմացիաները հենց հիմա կան։ Եվ երբեմն մեզ թվում է, որ այդ անսկզբունքայնությունը որտեղից է գալիս, սահմանների բացակայությունը որտեղից է գալիս, այդ տոտալիտար մտածելակերպը, որը կարող է ներկայանալ շատ հայրենասեր եւ սպանի բոլոր քննադատական մտածողությունը։ Այդ տեսակը շատ հեշտ կարող է դառնալ տոտալիտար կոմունիստ, ոնց որ հիմա կոմունիստը դառնում է կրոնական, չգիտեմ, մարդաբանական էվոլյուցիա որտեղից կարելի է դեպնել, բայց մենք ունենք։ Սա ի՞նչն է։ Սա այնա որ մենք գեր մակերեսայնության, բովանդակազրկության, միայն պիտակներով երկու պիտակ դիակով կդնեմ ու դառնամ համ կոմունիստ, համ հոգեվորատ։